Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Շահրամանյանին վերջին շաբաթներին մի քանի անգամ արդեն հարցաքննության են կանչել, նա հարցաքննվում է վկայի կարգավիճակում։ Շահրամանյանը հարցաքննվում է 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության եւ զենք զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով։ Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ Այսօր քննչական կոմիտեի բակում ազատությանը որոշ մանրամասներ է հայտնել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Չնայած վարույթն նախաձեռնված է ըստ էության 1-2 կամ 10 օրյա տևողությամբ տեղի ունեցած իրադարձությունների հետ, խոսքը վերաբերում է Արցախի հանրապետության, Ադրբեջանի հանրապետության տիրապետության տակն անցնելուն, առհասարակ սպառազինությունը Ադրբեջանին հանձնելուն եւ այլ գործողություններին կապված կոնկրետ զինվորական գործունեության հետ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ այդ 1-2 օր տևողությամբ իրադարձությունները իրենից ենթադրելու են բազմամյա կամ երկար տարիներով վարույթի տևողություն, այսինքն այս վարույթը տևելու է բավականին երկար եւ բավականին դեռևս շատ մարդիկ են հարցաքննվելու։ Ես ինչպես եւ նախապես հայտարարել եմ, այս պահի դրությամբ ես դեռևս զրկված եմ այս վարույթին առհասարակ քաղաքական նշանակություն տալու։ Ինչու, որովհետեւ ինքս կարեւորում եմ այս վարույթի նշանակությունը եւ գտնում եմ, որ այո, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները այս ամեն ինչին պետք է արձագանքեին։ Ես այստեղ խնդիրի տեսնում եմ միայն այն հարցում, որ Սամվել Շահրամանյանը սկսել է հարցաքննել 2025 թվականին։ Ինչ վերաբերում է մնացածին, Հայաստանի Հանրապետությունը իրավասու է առհասարակ այդ ամենի շուրջ վարույթ նախաձեռնել, ունի քրեական օրենսգրքով եւ քրեական դատավարության գրքով այդպիսի լիազորություն, արդյոք այս վարույթները վերաբերելի են Հայաստան տեղի ունեցող իրադարձություններին, որքանով են վերաբերելի առհասարակ վարույթի հիմքը տեղի ունեցող գործողություններին, դրանք այլ գնահատականներ են, որոնք այս պահի դրությամբ ես չեմ կարող տալ, որովհետեւ հողում պետք է կատարեմ կրկնում նախաքննական տվյալների։ Իսկ քննիչի զգուշացմամբ ես զրկված եմ նախաքննական տվյալների, որքան էլ մեծ լինի ցանկությունս հրապարակելու հնարավորությունից։